ԱՊՀ ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ նախագահ Իլհամ Ալիևը համանախագահներին հավաստիացրել է, թե իր երկիրը կատարում է հրադադարի պահպանման հարցում ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ պատասխանատվությունը վերջին միջադեպերի համար Հայաստանի ղեկավարությունն է կրում։ Ավելին, Իլհամ Ալիևը այսօր իր նստավայրում հայտարարել է, թե Հայաստանը ամեն գնով փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, փորձում է միջնորդների ուշադրությունը հրավիրել բացառապես անվտանգության հարցերի վրա եւ այդ միջադեպերը օգտագործել որպես հրադադարի խախտումների համար Ադրբեջանին մեղադրելու պատրվակ։ Համանախագահները Բաքվում արդեն հրապարակել են հայտարարություն, ըստ որի հունիսին տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակն էր ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումներից հետո ծանոթանալ կողմերի դիրքորոշումներին, քննարկել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը եւ հակամարտության գոտում ընդհանուր իրավիճակը։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշում են, որ հունիսի 10-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հունիսի 12-ին մեկնել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել են փաստացի իշխանություններին, համանախագահները այցելել են Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ Զանգելան, Կուբատլի, Լաչին, Քելբաջար, ապա հունիսի 19-ին մեկնել են Բաքու, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Երկու մայրաքաղաքներում համանախագահները հանդիպել են նաև արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին։ Բաքվում համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Բաքվում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների, այդ թվում իրենց այցի նախօրեին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում կան կորուստներ։ Համանախագահները Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ։ Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը։ Համանախագահները կողմերին հորդորում են դիտարկել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմաններին։ Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ եւ քաղաքական կամքի դրսեւորմամբ վերսկսել բովանդակային բանակցություններ։ Համանախագահները ընդգծում են, որ դա հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալող տարածաշրջանի ժողովուրդների համար հարատև խաղաղություն ապահովելու միակ ուղին է։ Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտնել են կարգավորման առավել վիճահարույց խնդիրների շուրջ փոխզիջումային լուծում գտնելու նպատակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու իրենց պատրաստակամությունը։ Համանախագահները հուլիսի 3-ին կմեկնեն Վիեննա, որտեղ այցերի մասին կտեղեկացնեն Մինսկի խմբին։ Նրանք մտադիր են շուտով նորից հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին եւ քննարկել առաջիկա աշխատանքի եղանակներին առնչվող հարցեր։ Նշենք նաեւ, որ հենց այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը անցկացնում են օպերատիվ մարտավարական լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում է մինչև 23,000 զինծառայող, 120 միավոր զրահատեխնիկա, 180 միավոր հրթիռահրետանային համակարգ, 30 միավոր ռազմական ավիացիա, անօդաչու թռչող սարքեր եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ։ Զորավարժությունները կավարտվեն մինչև հունիսի 24-ը։